Պարոն Կարապետյան, ես մի քանի հարց ունեմ, եթե հնարավոր է բոլոր հարցերը տամ, պատասխանեք։ Նախ մենք գիտենք այս իշխանությունները ոնց են հաշվեհարդարեցնում այլախոհների, ընդդիմախոսների նկատմամբ։ Մտավություն չունեք, որ ձեր հետ կապված, ասենք ԱԱԾ-ից մի հատ տեղեկանք հրապարակեն, որ դուք, ասենք ռսի ագենտ եք կամ չգիտեմ, ինչ որ հանցագործություն կապեն ձեր հետ, թիմը ձեր ունի պլան B, պլան G, ինչ պիտի լինի այդ դեպքում, եթե ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ այդպես գործ կարելով գնան առաջ։ Հաջորդ հարցը, ինչ շատ հետաքրքրում է այս իշխանության ներկայացուցիչները այս ընթացքում կրկես եկել են, թե չէ, որովհետև նախկինում շատ անհանգստացած էին, թե երբ հա շենքը կառուցվելու, տպավորություն էր, որ ինչ որ տրյուկներ են ուզում սովորեն, ինձ հետաքրքրում է այս ընթացքում եկել են, տեսել են, այցելել են, ինչ տպավորություն են ստացել։ Հաջորդը, խոսել եք դուք Մեդովկա գյուղի հետ կապված դպրոցի մասին, որ անարդյունավետ է, ծախսեր եք բանարել, հաշվարկել, ԿՊԱ-ականները դրա հետ կապված ձեզ արձագանքում էին, ասում են, բա ի՞նչն է ձեզ խանգարել, որ դուք մի հատ գործարան սարքեիք Մեդովկայում, ոնց որ չնայած սրան կարող էր հաջորդել այլ մեղադրանքներ, թե ինչն էր խանգարում աշխատավարձեր բարձրացնեիք, թոշակներ տայիք եւ այլն, բայց կխնդրեմ այս մասով ձեր արձագանքը։ Ու մեկ մեղադրանք, որը իշխանական ԶԼՄ-ներում եմ հանդիպում, հաճախ ուզում եմ դուք սրան պատասխանեք, ձեզ քննադատում են, ասում են, որ ընտրակաշարք եք դուք սկսել բաժանել, ընդ որում որ հանկարծ չբռնվեք այդ մարդկանց ինչ որ գրանցում եք ինչ որ շինարարական ընկերություններում կամ այլ ընկերություններում, նույնպես սրա հետ կապված կուզենամ բարձրաբանեք, շնորհակալ եմ։ Իշխանական վերնախավի մեջ կան այսպես մեր կողմից կոչված, որ բոլորս մեր հասարակությունը կոչում է իրենց փոքրիկ խմբակի մեջ, կան Ռուսաստանում կրթություն ստացած շատ մարդիկ, տարիներով, կա Թուրքիայում կրթություն ստացած մարդ, որ ինձ ուղղակի հոգեվիճակը ես չեմ հասկանում, թե մարդ ինչ պայմաններում է որոշել գնալ Թուրքիայում կրթություն ստանալ, երբ որ ես այսքան տարվա մեջ ինձ չեմ կարող ստիպել, գնամ իմ նախնիների հողը, օրինակ Թուրքիա մուժ, տեսնեմ իմ նախնիների հողը, չեմ կարող 35 տարեկան եմ արդեն, ինչպես են իրեն կարողացել, ինչ սրտով գնալ այնտեղ կրթություն ստանալ, չգիտեմ, կարող է ինչ-որ ազգանվեր առաքելություն կատարելու համար, հնարավոր է, չեմ բացառում, հաշվի առնելով, թե ում որդին է այդ անձը, բայց ռուսական կրթություն ստացած, 4-5 տարի Ռուսաստանում ապրած, շատ մարդիկ կան այնտեղ, ինձ թվում է, գիտեք, որ մասնակի ունեմ նաև արևմտյան կրթություն, ինձ թվում է, որ եթե այդ ճանապարհով գնանք, շատ տեղերից շատ բաներ դուրս կգա եւ նաև Հայաստանը ուղիղ ապրում է, որոշ քայլեր արվում են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող քլեչի հետ բանակցության արդյունքում թե բանակցությունը թե ցույցում է ժամանակը ցույց կտա, փաստաթղթերը ցույց կտան։ Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում կա գործակալներ։ Մի հարց տամ բոլորիդ։ Նկատել եք, որ մի քանի տարի ադրբեջանական գործակալ մեր երկրում չի բռնվում։ Չկա գործակալ ադրբեջանական Հայաստանում։ Բրծան։ Ինչպես միշտ Վահեն շատ կարևոր բան է, արդյոք հայկական ազգային անվտանգության ծառայությունը ադրբեջանական գործակալ վերջի 1-2 տարում բռնել է, թե չէ, ինչի մասին է խոսքը, մյուս հարցը, երրորդ հարցը կհիշեցնեք, շատ լավ, ընտրական մոտիվացիաների հետ կապված ինձ թվում է հետ նոր ընդունվող մարդկանց բոլորին տարբեր հրապարակումներ կան, որ մոտիվացնում են, ասում են, արի, այսքան կաշխատես մեր համար, ձայն կբերես, այդպիսի հրապարակումներ կան, ու դա Հայաստանում խոսում են այդ մասին, սարքել են Հայաստանի էներգետիկ կառույցը, ամենապատասխանատու սարքել են, կարելի ասել նախընտրական շտաբ, որը մտահոգիչ է, որը ցույց է տալիս մարդկանց պատրաստակամությունը Հայաստան լուրջ խնդիրներ լուծելու։ Նրանք պատրաստակամ են լուրջ խնդիր լուծեն, թե պատրաստակամ են ուղղակի մի հատ էլ ընտրություն կրեն, մի 5 տարի բանակցեն, մի 2 բան էլ լուծեն։
ինչ վերաբերում է Մեդովկա գյուղին։ Մեդովկա գյուղում գյուղի տղամարդկանց այն փոքր մասը, որ աշխատանք ունի, այն փոքր մասը, որ աշխատանք ունի։ Իմ հիշելով 5-6 հոգի աշխատում է մեր կառուցած գործարանում, մալուխների գործարանում։ Սակայն դա բավարար չէ, որովհետև այդ գործանում տարբեր գյուղերից են մարդիկ։ Այդ համայնքի համար, ինչպես նաև Հայաստանի բոլոր համայնքների համար պետք է զարգացման ծրագիր, պետք են արդյունաբերական հիմնարկներ, գործարաններ, ֆաբրիկաներ, որտեղ հնարավոր է տուրիզմ, 3-4 ռեգիոն կա, որտեղ լավ կարա զարգանա տուրիզմը։ Եվ գյուղատնտեսական ուղղություն Արարատյան դաշտի համար, մյուս տարբեր շրջանների համար, կան նաև այդպիսի շրջաններ հետաքրքիր։ Այսպիսի քաղաքականությամբ մենք կորցնում ենք գյուղեր ամեն տարի եւ դա չի բերելու մեզ մեր երկրին զարգացում, բայց իրենց հարցին պատասխան Մեդովկա գյուղի այն քիչ մարդիկ, որ աշխատում են, նրանցից մի քանիսը աշխատում են մեր կառուցած գործարանում։ Կրկեսի հետ կապված չենք նկատել, չենք էլ հետաքրքրվել, ճիշտ է որ ասեմ, մեր քանի որ ենթակառուցվածքները շատ են եւ նաեւ բիզնես ուղղությունները քիչ չեն, շատ հաճախորդներ կարող են լինել, մենք ուղղակի ուրախ կլինենք, որ մեր հայրենակիցները իրենց երեխաների հետ այցելեն որևէ սահմանափակում կամ որևէ այլ բան չի կարող լինել։